Ներքին գործերի նախարարությունը անձնական տվյալների պաշտպանության տեսանկյունից բարձր ստանդարտներ է որդեգրել։ Որպես ներքին անվտանգության ապահովման պատասխանատու, նախարարությունը հետևողական է, որպեսզի ոստիկանության ծառայողներն անձնական տվյալների հետ աշխատելիս առաջնորդվեն բացառապես օրենքի պահանջներով։ Այդ համատեքստում ոստիկանության ծառայողների համար մշակվել են անձնական տվյալների պաշտպանություն և անձնական տվյալների պաշտպանությունը ոստիկանության գործողությունների ընթացքում ուղեցույցները, նաև ներքին գործերի նախարարի հրամանով հաստատված ոստիկանության ծառայողների կողմից ուժային միջոցների գործադրման ստանդարտացված գործելակարգը։ Ուղեցույցի նպատակը առավել պարզ, մատչելի տարբերակով, սխեմաների միջոցով, պրակտիկ օրինակների միջոցով ներքին գործերի նախարարության աշխատակիցներին ծանոթացնելն է անձնական տվյալների պաշտպանության օրենսդրությանը և դրա կիրառման կանոններին, առանձնահատկություններին։ Էմիլ Մարգարյանի խոսքով ոստիկանության ծառայողներն ամենօրյա գործունեության ընթացքում առնչվում են անձնական տվյալների հավաքագրմանն ու մշակմանը, ուստի ուղեցույցը անձնական իրավունքների պահպանման և ոստիկանության գործառույթների պատշաճ իրականացման համար կարևոր նշանակություն ունի, միաժամանակ նպաստելով իրավապահ համակարգի նկատմամբ հանրային վստահության բարձրացմանը։ Հատկապես շեշտադրվել է, որ անձնական տվյալները դրանց վնասումը կամ ոչ ճիշտ իրականացումը կարող է վնաս պատճառել անձին նաև մի շարք այլ իրավունքների, դրանից ելնելով էլ ավելի է կարևորվում նման ուղեցույցի ստեղծումը և կիրառումը։ Ոստիկանության ծառայողների կողմից ուժային միջոցների գործադրման ստանդարտացված գործելակարգը բարձր ռիսկային իրավիճակներում ուժի կիրառման, կարգավորող իրավական դաշտի, համաչափության անհրաժեշտության վերաբերյալ համալիր ձեռնարկ է, որի մշակման աշխատանքներին ներգրավվել են կրթահամալիրի և ոլորտի լավագույն մասնագետները։ Պատրաստվել է համապատասխան ուղեցույցը, որը որ էլի սխեմատիկ տարբերակով, առավել պարզ շարադրմամբ հնարավորություն է տալու, որպեսզի ոստիկանության տարբեր ստորաբաժանումները իրենց գործառույթները առավել պատշաճ և մատչելի իրականացնեն։ Ձեռնարկները միտված են ներքին գործերի նախարարության ոստիկանության ծառայողների մասնագիտական գործունեության արդյունավետության բարձրացմանը, գործառույթային պարտականությունների առավել պատշաճ կատարմանը և քաղաքացիակենտրոն մոտեցումներով առաջնորդվելուն։